Այն, որ Երևանի վրա կրակ է գնդեր չեն թռչում, ամենևին չի նշանակում, որ պատերազմ չէ։ Պատերազմին պատրաստ լինելը միայն զինվորականին չի վերաբերում, եւ մեզ ոչ ոք պաշտոնապես չի հայտարարելու պատերազմի սկսման մասին։ Սա ոչ թե ավարայրի ճակատամարտն է, երբ թշնամիները գիշերում են մի գետի երկու ափերին եւ հարձակվելիս հայտարարում, ոչ էլ Պուշկինյան էպոխան, որ ձեռնոցն են, երբ հրավիրեն դուելի։ Այսօրվա մեր հյուրն է Տիգրան Հակոբյանը։ Ողջույն սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում թարմուղ հաղորդումը տաղավարում այսօր աշխատման Լուսինե Հովակիմյանն, հյուրն է Տիգրան Հակոբյանը, ողջույն պարոն Հակոբյան։ Եվ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, նախ մինչ հաղորդման հիմնական այսպես ֆորմատին անցնելը մի գրառում կա, որ ուղղակի հենց այդ օրվանից որ կատարել եք ձեր Facebook-յան էջում, ցանկանում էի ավելի շատ մեկնաբանություն լսել հենց այս իրադարձությունից մի փոքր անց։ Զինվորների մայրերի հետ կապված, հայտնի է, որ Բաղրամյան 26-ի դիմաց մի քանի անգամ ոստիկանները փորձել են դիմացի մայթ հրավիրել կոպիտ ձևերով մարդկանց, ովքեր ում տղաները զոհվել են սահմանին, եւ դուք այսպիսի մի գրառում եք կատարել, որ հետո այնպես չստացվի, որ այս զինվորների մայրերին էլ Բաղրամյան 26-ի դիմաց գետնով քաշ տան։ Ձեր տպավորությամբ իրականում բանակ հասարակություն կապը այս իրադարձություններից հետո, ապրիլյան իրադարձություններից հետո ինչպիսի ձևափոխումների է ենթարկվել։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես կարծում եմ, որ դեռ շատ ժամանակ չի անցել, որպեսզի մենք կարողանանք գնահատենք եւ վերլուծենք, ինչքանով այս ապրիլյան դեպքերը պատերազմը անդրադարձել այդ բանակ հասարակություն հարաբերությունների վրա, որովհետեւ կանցնի այս հուզմունքային դաշտը եւ մենք նորից կբախվենք իրականության հետ։ Իսկ իրականությունը այն է, որ անցնում են տարիներ եւ այդ նույն զինվորներին, որոնք մենք այսօր հերոս ենք անվանում, իրանց մայրերը ինչ-ինչ բողոքներով, միգուցե ոչ շատ փաստարկված, միգուցե նորից հուզմունքային դաշտում, որտեվ որդեկորույս մայրերը հասկանում եք դա այլ հոգեվիճակ է, նրանք գնան ինչ-որ բողոքով պետական ատյանների շենքերի մոտ եւ նորից արժանանան այդ վերաբերմունքի։ Ես դա չեմ բացառում հաշվի առնելով եւ մեր հասարակության եւ իշխանության ոչ կատարյալ լիները, այդպես փափուկ ձևակերպում ասեմ։ Գիտեք ինչ, ես երեք մի բանի վրա ինձ բռնացրեցի, մի միտք մոտս ծագեց, տեսեք, մենք իսկապես ունեցանք հերոս զինվորներ, նահատակված զինվորներ, որոնց շնորհիվ եւ կանխվել է, հակառակորդի ադրբեջանցիների այդ առաջ խաղացումը եւ նրանք իրական հերոսներ են։ Մենք գիտենք միջ այսօր այնուամենայնիվ մեր սերունդը, մենք գիտենք գրեթե բոլոր համաշխարհային պատերազմի կամ մեծ հայրենական պատերազմի հայ հերոսների մասին։ Մենք գիտենք Հունան Ավետիսյանի մասին, Մենք գիտենք այլ չեմ խոսում բարձրաստիճան սպաների մասին, մարշալների Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանֆիրանցի, բայց մենք գիտենք մեր հերոսների մասին, որոնք սխրագործություն են գործել եւ իրանց անունները դասագրքերում են, պատմության, իրանց կիսադրիները տարբեր գյուղերում կամ քաղաքներում դրված են, իրենց անունով կոչված են փողոցներ։ Եթե մենք ուզում ենք ամրագրենք այս հաղթանակները, եթե մենք ուզում ենք զինվորի հերոսությունը, հետևողական առաջ քաշել եւ ստեղծել նոր հերոսների, նոր հերոսներ, ուրեմն այսօրվա հերոսները, նրանք պետք է տեղ գտնեն դասագրքերում, փողոցների անուններում, դպրոցների անուններում, եթե դա չլինի, ապա մեզ կկորցնենք, որտեվ միայն ապրել անցյալի գաղափարներով, անցյալի հերոսներով, հիշելով անցյալի հերոսական առասպելները կամ լեգենդները մենք առաջ չեն գնա։ Այ կկատարվի դա մի քանի տարվա մեջ։ Ես 3-4 տարի հետո կտեսնեմ, որ այդ երեխաների անունները, պատկերները դասագրքերի մեջ են, ես կտեսնեմ, որ իրենց անունով դպրոցներ են կոչվել։ Ես այն ժամանակ կհավատամ, որ այս հերոսներին սկսել են գնահատել։
Նմանատիպ մի այլ մոտեցում էլ կա, երբ զինվորները, այսինքն մեր հերոսները, որոնք նահատակվել են հենց մարտի դաշտում, մենք ասում ենք, եթե իրենք ողջ լինեին, այսօր ինչ-ինչ իրադարձություններ չէին լինի, հասարակությունը կլիներ այլ։ Հիմա այս ապրիլյան դեպքերից հետո կան շատ տղաներ, որոնք ողջ են մարտական խաչ առաջին, երկրորդ աստիճանի, իրենք հետ են գալու եւ հասարակության մեջ են լինելու։ Այդ տղաների մեր հասարակությունում լինելը ձեր կարծիքով ինչ կփոխի հասարակությանը։ Ու դժվար է ասել, տեսեք, մենք շատ ժամանակ միաձուլում ենք աշխարհիկ կյանքը, այսինքն ոչ բանակային կյանքը եւ բանակային կյանքը։ Հասարակայքում նրանք կարող է լինեն չարաճճի, վատ սովորող, հա, ծնողներին չլսող, կներեք նույնիսկ խուլիգան, բանակը, պատերազմը, հա, ամեն ինչ փոխում է։ Եվ ես չէի ասի, որ բանակից եկածները, հա, նրանք փոխում են մթնոլորտը, շատ ժամանակ լինում է նույնիսկ հակառակը։ Եթե մենք հիշենք առաջին մեր պատերազմը Ղարաբաղյան 91-94 թվականների, ապա շատ ժամանակ հերոսները վերադառնում էին եւ արդեն քաղաքացիական կյանքում իրենց ոչ լավ կողմից էին դրսևորում։ Հասկանում եք, դա երկու տարբեր աշխարհ է։ Եվ մեկը մյուսի հետ պետք չի խառնել։ Այդ առումով չեմ կարծում, որ ինչ-որ մի բան կփոխի, որովհետև զուտ բանակով անցած մարդիկ իրենց ձեռքը տալ ձևափոխումների տեսլականը կամ տեսլականի գործիքակազմը, որ նրանք անեն, որևէ բանի չբերի, որովհետև գիտեք, կա վիետնամական սինդրոմը շատ լավ գիտենք, կար նաև Ղարաբաղյան սինդրոմը, մարդիկ, որոնք տեսել էին պատերազմի դաժանությունները, հա, որոնք անցել էին ծանր կորուստներով, վիրավորվել էին, երբ որ գալիս են նրանք քաղաքացիական կյանք եւ տեսնում են այդ քաղաքացիական կյանքի անարդարությունները, իսկ նրանք պատրաստված դաժանություն տեսած, հա, զենք իրարած մարդիկ են, նրանք այդ անարդարությունը շատ ժամանակ կարող է փորձեն շտկել նորից բռնությամբ, որը իմ կարծիքով քաղաքացիական կյանքում անթույլատրելի է։ Այսինքն այդ բախումը կարող է լինել, այլ բան է, որ ինքը հասարակությունը պետք է ձևափոխվի, հա։ Եվ այդ առումով մենք նորից հուզմունքային դաշտում գտնվելով, գնահատելով այս ապրիլյան պատերազմը, մենք մի բան ենք մոռանում, որ պատվելով մեր հերոսներին, հա, մենք մոռանում ենք, որ այդ սխալների վրա աշխատանքը մեզ մոտ դեռ չի կատարվել։ Մեզ մոտ գնահատական չի տրվել, հա, բանակի աշխատանքներին, հա, մեր մոտ գնահատական չի տրվել կառավարության աշխատանքներին, ինչպես այսպես ստացվեց, ինչու մենք ունեցանք այդպիսի մեծ զոհեր, ինչու մեր բանակը պատրաստ չէր այդպիսի գործողությունների։ Եվ այդ երկրորդական կադրային հարցերով, երբ որ մի քանի հոգի ազատվեցին իրենց պաշտոններից, հա, դա հարցը չի լուծում, որտեվ իմ կարծիքով պատերազմող ցանկացած այլ երկրում այսպիսի կորուստները կամ այդպիսի անպատրաստությունը շատ ավելի լուրջ, հա, ձևափոխումների եւ կադրային որոշումների առիթ դիտար ընդհանուր միջև կառավարության հրաժարական։ Քանի դեռ մեր մոտ այդ, հա, նորից եմ կրկնում, սխալների վրա աշխատանքը չի կատարել, մենք ուրեմն չենք վերաիմաստավորել եւ չենք քաղել ինչ-որ փորձ, հա, այս ապրիլյան պատերազմից, դեռ ամեն ինչ առջևում է։ Պարոն Հակոբյան, հետաքրքիր մի բան կա, ուղղակի, չգիտեմ, նայվ է հնչում, հնարավոր է, ուղղակի երեք նաև ընթերցում էի Պոզների հոդվածը, ինքը խոսում էր երկրորդ համաշխարհայնական մեծ պատերազմի մասին եւ այնտեղ գրում էր, որ իսկ ով էր մեղավոր, որ մեր զինվորները պատրաստ չէին, որ մեզ այդքան զգուշացրեցին, որ այսօրը կլինի պատերազմ, բայց ոչ ոք, դե իհարկե ամբողջ ուղում էր Ստալինի դեմ, հա, իսկ նույն իրավիճակն է, հարցս հետևյալն է, առհասարակ երբ պատերազմը նախապես չի հայտարարվել, հա, կարող է լինել սպասելի եւ արդյոք կարելի է դրան այնպես պատրաստ լինել միշտ օր ու գիշեր, որ չլինեն զոհեր։ Այսինքն ուզում եմ հասկանալ, արդյոք իրացիոնալ չի նաեւ այստեղ մեղադրանքները ուղղված իշխանությունը։ Ոչ իրացիոնալ չի։ Մենք մի բան չպետք է մոռանանք, իսկ եթե մենք չպետք է մոռանանք, իշխանությունները եւ բանակը հատկապես չպետք է մոռանա, այսինքն դրա համար պատասխանատուները, որ 94-ին ընդամենը զինադադար էր եւ մենք հաղթել ենք ընդամենը մի մարտում, մենք վերջնական հաղթանակ չենք տարել եւ մենք պատերազմական իրավիճակում ենք եւ այդ պատերազմական իրավիճակը պետք է բերի նրան, որ այս երկիրը Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է ապրեն միշտ սպասելով, հա, հակառակորդի հարվածները, միշտ սպասելով, հա, ճգնաժամային իրավիճակները, հա, շփման գծում։ Այդ առումով նույնիսկ
ես չեմ հասկանում հարցադրումը նույնիսկ մենք Այսինքն պատերազմի մեջ տեսեք, նույն թշնամին ինքն էլ չէ, փորձում է միշտ գալ ամենաանսպասելի պահին, այսինքն այդ անսպասելի պահը իրականում իսկապես անսպասելի է լինում, այնպես չի որ հաշվարկում ենք ոչ միայն մենք, որ կարող է լինել հարձակում, հաշվարկում է նաև թշնամին, որ մենք կարող ենք չսպասել։ Գիտեք ինչ, բանի մենք ինչ որ առասպելների կամ բաների հավերժ սյուժեների վրա են գրականության, երբ որ ազնվական դարաշրջանում պատերազմ հայտարարելով, հա, ինչ որ նախորոք հայտարարում էին դրա մասին, հա, ինչ որ ձեռնոց էին նետում կամ դուելի էին հրավիրում մենամարտի, հա, այսօր այդ դարը վերջացել է, այսինքն 20-րդ դարում որևէ անգամ չի եղել, երբ որ հակառակորդը նախորոք, հա, հայտարարելով պատերազմի մասին, հա, հակառակորդին զգուշացնի, որ ես գալիս եմ քեզ հետ կռվելու, պատերազմելու, այդպիսի բան չկա։ Եվ դա նշանակում է, որ 24 ժամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն վայրկյան, հա, զինված ուժերը ստեղծված են նրա համար, որպեսզի ամեն վայրկյան պատրաստ լինեն պատերազմի։ Հասկանում եք։ Եվ ես չէի համեմատի, իհարկե, մենք երկրորդ համաշխարհային եւ սովետական միության պատմությունը շատ լավ գիտենք, Ստալինը ամեն ինչ արեց, հա, ցավոք վերջում այդ ինֆորմացիաները 80-ական թվականներին միայն մեկ իմացանք, ամեն ինչ արեց, որ թույլատնի բանակը անկախ իր կամքից, հա, մենք կարծես ոչ այդ իշխանություններ ունենք, որ ստալինյան տոտալիտար ռեժիմ ունենք, այս առումով, ես կարծում եմ, որ ամբողջ մեր բանակը, ամբողջ մեր համակարգը պետք է սովորի աշխատել ռազմական ռեժիմով, ինչը մեր մոտ դեռ չկա։ Ինչը մեր մոտ չկար նաև առաջի Ղարաբաղյան պատերազմի մասին եւ կարծում եմ դա մի քիչ հանգստացրեց, փափկացրեց հայ հասարակությանը 91 թվականի մասին խոսալով շատ ժամանակ խոսում են ցրտի եւ մթի տարիների մասին չկապելով դա պատերազմի հետ հիմա լուսավոր գեղեցիկ Երևանը իսկ իր համերգներով, հա, իր գեղեցիկ փողոցներով լուսավորված, իր անհոգ կյանքով մեկ-մեկ մոռացության մատնում այն, որ մենք բոլորս, հա, հայությունը, հա, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում։ Ինչպես պահել այդ զգացողությունը նաև հասարակության մեջ։ Գիտեք, մի օրինակ բերեմ կամ համեմատություն, որը կիրառելի է, չնայած ես գիտեմ, որ շատ-շատերին դա դուրս չի գալիս, Իսրայելի հասարակությունը եւ պետությունը։ Բազմակարծություն, դեմոկրատիա, հա, գեղեցիկ Թել Ավիվ կամ այլ քաղաքներ, հա, գեղեցիկ լճեր, հա, հանգստյան վայրեր, զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, բայց ամեն վայրկյան պատրաստի ռազմական կառույցներ, որոնք միշտ կարող են հակահարված տալու թշնամուն։ Այդքան բան։ Ինչ ձև է դա արվում, ինչ դոկտրինի միջոցով, ես մասնագետ եմ, չգիտեմ, բայց այդ հասարակությունը ցույց է տալի, որ ամեն ոք այդ հասարակության ամեն մի մասնիկ, հա, ռեզերվիստներից սկսած, Իսրայելը 100 հազարավոր 1-2 օրվա մեջ կարող է, հա, ռեզերվիստներ հավաքել եւ ուղարկել ռազմաճակատ։ Այդ համակարգը մեր մոտ դեռ ներդրված չի։ Մեզ այնց բոլորս, հա, անկախ տարիքից մենք պետք է եւ զենք կրել իմանանք եւ իմանանք պատերազմի ժամանակ ամեն մեկս ինչ գործնեություն կարող է անել։ Բժիշկը բժշկություն, բանվորը բանվորություն, հա, լրագրողը լրագրություն եւ այլն։ Ուսուցիչը ուսուցում առաջնային գծում, բայց Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է իմանա իր տեղը ապագա եւ շատ ժամանակ գրեթե միգուցե անխուսափելի պատերազմում։ Այդ համակարգը մեր մոտ ստեղծված չի։ Մեր մոտ անջրպետ կա բանակի, որը իր գործառույթներն է անում եւ անհոգ հասարակության, որը պատերազմի մասին չի մտածում։ Իրականում այդ համակարգը ստեղծելու համար նաեւ երևի որոշակի ժամանակ է անհրաժեշտ։ Մենք ժամանակ չունենք, հիմա իսկ ինչ կարող ենք անել։ Ինչ է նշանակում այդ ժամանակը մենք ունենք։ Զինադատարից անցել է, հա, 25 տարի, այսինքն այդ ժամանակը ունեցել ենք եւ ունենք։ Ես դրա համար շեշտեցի, որ այդ սխալների վրա աշխատանքը դեռ չի կատարվում։ Միգուցե դա կատարում է քողարկված, միգուցե պատկան մարմինները դրա վրա աշխատում են, բայց վերջում երբ որ այդ աշխատանքի թեզերը լինեն, ամբողջ հասարակությունը պետք է իմանա, հա, դրա մասին։ Եվ ամբողջ պետական հասարակական համակարգը, հա, պիտի լինի այդ ռազմական իրավիճակի դրույթների մեջ, որովհետև, չգիտեմ, եւ նախնական ուսուցումը զինվորական, հա, եւ դպրոցներում, բուհերում եւ այլ հաստատություններում, հա, անկերական ինչ որ համակարգի ստեղծումը, որպեսզի արագ ամեն մի մարդ, որը կարող է զենք բռնել կամ այլ գործունեություն անել պատերազմի ժամանակ, իմանա պատերազմի ժամանակ իր տեղը, հա, իր գործունեությունը,
ընտանիքները պատրաստ լինեն, որ նրանք իրենց ընտանիքի անդամին կարող են ուղարկել ռազմաճակատ։ Միգուցե ես շատ դաժան բաներ եմ ասում, բայց առանց այդպիսի ռազմականացված համակարգի Հայաստանը այսօր հաշվի առնելով այդ մարտահրավերները, որ կան, մենք հաղթանակած դուրս չենք գա։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, այժմ մեր եթերում լուրերի կարճ թողարկում է, կվերադառնանք մի քանի րոպե անց, մնացեք մեզ հետ։